Հիսուս Չկամեկը քեզ պես իմ ասված Come
չկա մեկը քեզ պես Ես իմ սիրտը քեզ եմ տալիս Տեր չկա մեկը քեզ պես Ես իմ սիրտը քեզ եմ տալիս Տեր չկա մեկը քեզ Ով իմանց երկի քո տիրոջը Ով իմանց քո ասում Նորմիր Նրա սուրբ անուն Նորմիր Ով իմանց նորովիր Դու երկիր Նրա սուրբ անուն Նորմիր անձը օրհնի Տիրոջը եւ մի մոռացիր նրա բարերարությունները։ Սիրելի իմ Աստված, շնորհակալություն ենք հայտնում քեզանից այսօրվա համար, այս ժամերի համար, Տեր։ Փառավորվի քո սուրբ եւ սքանչելի անունը։ Տեր Աստված, այստեղ կան կարիքներ, մենք բերում ենք քո սուրբ ներկայության առաջ եւ շնորհակալություն ենք հայտնում այսօրվա համար, Տեր, որ նորից հնարավորություն ունենք անելու քո առաջին եւ բարեխոսելու այստեղ ամեն մի կարիքի համար, Տեր ջան։ Քո զորավոր ձեռքը, բազուկը մեկնիր, Տեր, այս կարիքներին։ Թող այստեղ ամեն մի կարիքը լինի պատասխանված։ Տեր Աստված, դու ամենակարող ես։ Թող քո հրաշագործ ձեռքը հպվի այս կարիքներին եւ մարդիկ ունենան իրենց հրաշքները, Տեր, եւ նրանք այստեղ կանգնեն եւ վկայեն քո փառքը,
ամենակարող Աստված, դու անհնարինը հնարավոր դարձնող ես։ Մի գուցե մարդու կողմանեն անհնարին է, բայց քո կողմանեն հնարավոր է։ Մենք հավատքով բերել ենք քո սուրբ ներկայության առաջ եւ ասում ենք Տեր, այստեղ գտնված ամեն հոգս ու կարիք պատասխանված են քեզանով, որտեղ դու ամենակարող Աստված ես։ Դու նույն ես երեք այսօր եւ հավիտյան ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։ Դու կարող եք նստել սիրելիներ ջան։ Տեր օրհնի բոլորիդ, ես Աստծո շնորհակալ եմ այս ժամերի համար, այս պահերի համար, որ ընձեռված է ինձ ձեզ հետ կիսվելու Աստծո խոսքը։ Տերը շատ օրհնի ձեզ։ Սիրելիներ ջան, ես կարող եմ ասել, այստեղ յուրաքանչյուրս, որ գտնվում ենք, Աստծո կամոք ենք այստեղ, որտեղ եթե Աստված չկանչեր մեզ, ոչ մեկ չէր լինի այստեղ։ Համաձայն եք ինձ հետ։ Որովհետև ամեն մեկս ունեցել ենք խնդիրներ, մեկը հիվանդություն, մեկը ֆինանսական ճգնաժամ, մեկը խնդիրներ, կախվածություն ինչ-որ բաներից, անհուսություն, հուսալքություն, մերժվածություն եւ Աստված մեզ աշխարհից ընտրել է, բերել եւ հաստատել իր տան մեջ։ Եվ մեզ որպես մշակներ տնկել է իր այգու մեջ։ Սա Տիրոջ այգին է, սա Տիրոջ պարտեզն է, որտեղ մենք տնկված ենք։ Ամեն։ Սիրելիներ ջան, մենք տնկվելով երկար ժամանակ քայլելով Աստծո հետ, երբեմն անօրենը բանսարկում, փսփսում է երբեմն մեր ականջների մեջ, ասելով թե ինչ օգուտ քեզ սրանից։ Գիտեք, ես ուզում եմ հիմա մի տեղ կարդամ Հիսուսի աշակերտների մոտ էլ ինչ որ մի տենց հարց առաջացավ, բայց ինչպես միշտ Պետրոսը միշտ համարձակ է լինում եւ նա մոտենում է Տիրոջը հարցնելու։ Եկեք միասին կարդանք, տեսնենք ինչա պատասխանում մեր Տերը։ Մատթեոս 19-րդ գլուխ 27-ից կարդանք։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նրան. Ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք։ Հիմա ինչ կլինի մեզ։ Նշանակում է ինչ կլինի մեզ, կարծես թե այսպես է իր միտքը, ինչ օգուտ մեզ։ Հիսուսն էլ ասեց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե դուք իմ հետևից եկողներդ վերստին ծնունդումը, երբ որ մարդի որդինի փառած աթոռի վրա կնստի, դուք էլ 12 աթոռների վրա կնստեք եւ Իսրայելի 12 ցեղերը կդատեք։ Եվ ամեն ով որ կթողնի տներ, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդի, կամ արտեր իմ անունի համար, հարյուրապատի կկառնեք եւ հավիտենական կյանքը կժառանգեք։ Օրհնյա լինի մեր Տիրոջ անունը, մեր Աստված ողորմած Աստված է, մեր Աստված հարյուրապատիկ ավելով ետ վերադարձնող է։ Եթե մենք ինչ որ բաներ զոհաբերում ենք աշխարհի մեջ, թողնում ենք, թե ունեցված, թե աշխատանք, թե ինչ որ հարազատներ մերժում ենք իրանց եւ մոտենում ենք Տիրոջը, Տերը վարձահատույց է լինում ավելիով, հարյուրապատիկը։ Բայց ասեմ ձեզ ավելին, որ այստեղ ավելի մեծ բան կա, որ իմ սրտին կպել է, դա հավիտենական կյանքի ժառանգությունն է։ Կա մի բան, որ ավելի թանկ լինի, քան այն փրկությունը, որ մենք ունենք Տիրոջից։ Գիտեք, սիրելիներ ջան, այդ փրկության համար գին է վճարվել մեզ համար։ Դա արժեցել է մեր Տիրոջ կյանքը եւ նրա թափած թանկ այրունը։ Օրհնյա լինի նրա անունը։ Եկեք նա ծափ տանք էլի մեր Տիրոջը, որտեղ նա արժանի է դրան, որտեղ նա չխնայեց իր կյանքը մեզ համար, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ավելին։ Դեռ դա քիչ է, մեզ էլ երկնքում տեղ է պատրաստել, մեր հավիտենության տունը, որ մենք պիտի գնանք ու վայելենք։ Ամեն։ Նմանատիպ մի իրավիճակ կարող ենք նայել գտնել Մաղաքիա գլխի մեջ, 3-րդ գլուխ, խնդրում եմ բացեք բոլորը։ Երրորդ գլուխ 17-րդ խոսքից կարդանք։ Կներեք 14-ից կարդանք։ Դուք ասում եք, դատարկ տեղն է Աստծուն ծառայելը, եւ ինչ օգուտ, որ մենք նրա պատվիրանները պահում ենք։ Սուքով վարվեցանք Զորաստիրոջ առաջին, եւ հիմա մենք երանում ենք գոռոզներին, բարեշեներին, անօրենություն անողներին, ինչեւ անգամ Աստծուն փորձում են,
եւ բրծնում։ Այն ժամանակ խոսեցին Տերից վախեցողները իրար հետ, եւ Տերը ականջ դրավ եւ լսեց։ Եվ հիշատակի գիր գրվեցավ նրա առաջին Տերից վախեցողների համար, եւ նրա անունը պատվական պահողների համար։ Եվ նրանք իմը կլինեն, ասում է Զորաց Տերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությունը, եւ ես նրանց կխնայեմ ինչպես մի մարդ իր որդին կխնայի, որ ծառայում է իրեն։ Եվ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի ու ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողին եւ ծառայություն չանողի տարբերությունը։ Ամեն։ Այնպես որ սիրելիներ ջան, Աստված վարձահատույց է լինում։ Չկա մի բան, որ մենք Տիրոջ համար անենք ու Տերը ավելիով չպատասխանի։ Տարբերություն կա։ Միգուցե դու նայես աշխարհի այս գայթակղություններին, ասես, իրոք նրանք Աստծո տուն չեն գալիս, իրանք սուրճ չեն ապրում, մեղքի մեջ են, բայց լինում են օրհնված, կարծես թե հաջողված, կարծես թե ճակերտավոր կարելի ասել, բայց նրանց կորուստը հանկարծակի է, սիրելիներ ջան։ Բայց մեր Աստվածը նորից ու նորից ասում եմ, մեզ խոստացել է հավիտենական կյանք։ Ամենաթանկ բանը, այս երկրավոր ոչ մի բան չի կարող փոխարինել այդ հավիտենությունը, որտեղ Աստված մեզ պատրաստել է մեզ համար։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ, սիրելիներ ջան, երբ որ ես այս խոսքի Զոհի խոսքի վրա մտածում էի, այդ ժամանակ Աստված մի խոսք դրեց իմ սրտի մեջ։ Գիտեք ինչ ասեց իմ ժողովուրդը չի օրհնվում մի բանի պատճառով, որ չունի իր սրտում ներում։ Սիրելիներ ջան, ուզում եմ միտեղ կարդանք եւ կկիսվենք նորից իրար հետ։ Մատթեոս 5-րդ գլուխ 23 խոսքից։ Արդ եթե սեղանի վրա մատուցանեք քո ընծան եւ այնտեղ հիշես, թե քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, թող այնտեղ քո ընծան սեղանի առաջին եւ գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո ընծատ մատուցանիր։ Սիրիներ ջան, միգուցե կան մարդիկ, եթե այստեղ Աստված այս խոսքը տվել է, ես հավատացած եմ, որ այստեղ կլինեն մարդիկ, որոնց ներսում չներում կա։ Եվ Աստված դրա համար է դրել այս խոսքը, որ ես ձեզ հետ կիսվեմ։ Դուք ձեր սրտից պետք է ազատեք յուրաքանչյուրին, անկախ նրանից։ Նրանք են ձեզ վիրավորել, միգուցե չեն հասկացել, ավելից շատ ցավ են պատճառել, դու մեղավոր չես եղել, բայց միևնույնն է, մենք պետք է հնազանդվենք Աստծո խոսքին։ Տիրոջ խոսքն ինչ ասում, գնա եւ հաշտվի քո դրացի հետ։ Գնա հաշտվի այն մարդու հետ, որ քեզ թեկուզ ցավ է պատճառել։ Միգուցե դու մեղավոր չես, դու արդար ես, բայց միևնույնն է, դու պիտի քայլ անես, որտեղ քո հնազանդությունը կարող է իրավիճակներ փոխի։ Ամեն։ Աստված հնազանդությունն է ուզում, ասում է հնազանդությունը զոհից ավելին է։ Ամեն։ Դրա համար սիրելիների ջան, գնացեք, թեկուզ հիմա երբ որ որոշել եք Տիրոջ գալուց, ինչ որ որոշակի բան վերցնել ձեզ հետ եւ Տիրոջը ընծայել, վերցրեք ձեր ձեռքերի մեջ, ձեր միտքը բերեք այն մարդկանց, որոնց չեք կարողանում ներել, սիրել, կամ իր արարքները ամեն անգամ հիշվում եք ու ատելությամբ եք լսում այդ մարդու նկատմամբ։ Խնդրում եմ, հենց հիմա միտքդ բեր այդ մարդուն, նրա համար աղոթք արա եւ սրտիցդ ազատ արձակիր, որպեսզի լինես օրհնված, որտեղ քո չներումը արգելք է հանդիսանալու քո օրհնություններին, որտեղ չներող սիրտը նա աղքատ վիճակ է ունենում, Տերը չի օրհնում այդ մարդուն, որտեղ Տերը բնակում է իր խոսքի մեջ։ Եվ նաև երբ որ հնարավորություն էլ կունենաս տուն գնալու, այդ մարդկանց ումը որ չես կարող ներես, գնա եւ հաշտվի։ Գնա մի հատ ընդամենը մի ներողություն խնդրի, որովհետեւ քո ներողություն խնդրելով դու նորից եմ ասում, կլինես օրհնված, հաջողված, Աստծո կամքը կատարողները միշտ լինում են օրհնված եւ բարգավաճումը չի ուշանա ձեր կյանքում։ Տերը օրհնի բոլորիդ։ Շատ օրհնի ձեզ։ Արշանես պարքերի
Արժան ես պարգևի, դու արժան ես պարգևի, Սիրում ենք խոսքերը սիրում ենք խոսքերը սերնդյան պարգևով, իմ հոգու շուրջ տվող հույսիով կյանքին մեր, սիրում ենք քո լույսը մութ կյանքս լուսացնող, արում ենք քեզ հիմա, արում ենք քեզ հիմա, արժան ես պարգևի, դու արժան ես պարգևի, 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 Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը Աչակի ողսը կողնայ քո բաժինը Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Արժան ես պարգևի արժան ես պարգևի, դու արժան ես պարգևի, Господь мой пастырь, Господь мой пастырь, Господь мой пастырь вовек. Господь мой пастырь, Господь мой пастырь, Господь мой пастырь вовек. Господь мой пастырь, Господь мой пастырь, Господь мой пастырь вовек. Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, արժան ես պարգևի, դու արժան ես պարգևի, արժան ես պարգևի, դու արժան ես պարգևի, արժան
արժան ես պարկերի, դու արժան ես պարկերի։ Հալելույա, փառավոր Աստված, փառավոր Հիսուս, մենք խոնարհվում ենք քո առաջ եւ իրականում շնորհակալություն ենք հայտնում, օրհնյալ Տեր, շնորհակալ ենք, որ քո ներկայության մեջ մենք խաղաղվում ենք, մենք ուրախանում ենք, մենք լցվում ենք հոգով, սիրով, ուրախությունով, խաղաղությունով, երկայն մտությունով, քաղցրությունով, բարիությունով, հավատքով, հեզությունով, ժուշկալությունով շնորհակալ ենք Տեր, որ քո ժողովուրդը աճեցնում ես սուրբ հոգու պտուղների մեջ։ Օծիր մեզ Տեր, օծիր մեզ, որպեսզի մինչև վերջ քայլենք քո հետևից եւ անենք այն, ինչ որ դու մեզ պատվիրել ես, փառավոր Տեր, հալելույա, ամեն։ Փառք Տիրոջը, փառք մեր Հիսուսին, Տերը օրհնի ձեզ սիրելիներ, նստեք Տիրոջ ներկայության։ Օրհնյալ է Տերը, ամեն, ամեն ժամանակ, երբ որ մենք գալիս ենք ծառայության հավաքույթների, զգում ես, որ դու ռեստարտ ես լինում, այս բառը օգտագործեմ։ Աշխարհից տարբեր նեղություններով, դժվարություններով, մտքերով, մերժված, անարգված, անտեսված, երբեմն հայտնվում ես եկեղեցում ու քեզ զգում ես ոնց քո երկնային հոր տանը։ Օրհնյալ լինի Տերը, դա Աստծուց է։ Եվ Աստված դրա համար մեզ կանչել է, որ մենք միշտ լինենք նրա ներկայության մեջ, որպեսզի նա մեր հոգիները օծի, ջրի, լցնի հոգով, որ մենք շարունակենք ապրենք եւ առաջ գնանք։ Մինչև միանանք մեր Տիրոջը։ Սիրելիներ ջան, մի այսպիսի խոսք դրվեց սրտիս, որ կիսվեմ ձեզ հետ, վերնագրել եմ այսպես. իսկ դու ավետարանում ես։ Ես ձեզ կխոսեմ ավետարանչության գաղտնիքների մասին, թե ինչ մեծ օրհնություն է լինում մարդկանց, որոնք որոշում են ավետարանել։ Ոչ թե միայն լսել ու նստել, որովհետև լսել նստելով մարմինը միշտ քեզ ասելու է ամոթ է։ Ինչ կմտածեն քո մասին։ Կասեն ես հավատացյալ է, գործ չունես, քո համար հանգիստ ապրի։ Դու հավատում ես Հիսուսին, գնա քո համար հանգիստ ապրի, ոչ մի բան էլ մի արա։ Դա դևն է, սատանան է։ Դա ամոթի ոգին է, օծն է, որը փաթաթվում է մարդի ոտից մինչև գլուխը։ Եվ ասում եմ մի արա, ամոթ է։ Դրա համար խոսքը իսկ դու ավետարանում ես, այդ թեմայով այդ մասին եմ խոսելու, հավատում եմ, որ քեզ ինչ-որ բաներ կբացվեն եւ դու որոշում կանես այսօր, ամոթը մերժես, անտարբերությունը մերժես եւ այցելես մարդկանց եւ ավետարանես մարդկանց։ Մեր քույրերից մեկը երեք վկայեց, ավելի ճիշտ մի 2 օր առաջ, ասում է մի քույրիկ կա, կոտրված, ջարդված, ասում է ուզում եմ գամ, այնպես եմ ուզում գամ եկեղեցի, բայց չեմ կարողանում գամ։ Հարցրել է իսկ ինչու, լա շատ եմ ամաչում։ Իմ ծանոթներից, նախկին ընկերներից մարդիկ կային եւ քույրիկը իհարկե առաջարկել է, սա ավարտեմ ես միտքը, որ ես քեզ կհրավիրեմ, ասլա հա էլի հրավիրի ինձ, ձեռքս բռնի տարներս, ես ամաչում եմ հավաքույթի։ Նույնը իմ ընկերներից մարդիկ կան, որոնք նախկին ընկերներից խաղամոլ են դարձել եւ ամբողջ կյանքը կրվել են, ամբողջ տունը, չգիտեմ, ամեն բան կրված եւ իրենք չեն կարողանում իրենց վրա։ Զանգել է ինձ մի օր անկեղծ, երևի մի քիչ հարբած էր, դրա համար անկեղծացել էր։ Ասում է ինչ կլինի, մարդ ուղարկեք, թող ինձ տնից կապեն տանեն, բերեն եկեղեցի։ Ես չեմ կարողանում գամ, ինչ կլինի։ Մի օր զանգեցի, ասեց այսօր Կիրակի մարդ ուղարկեմ կան, մեր կարգ ու կանոնի թիմից 2 հոգի կապեն բերեն։ Օյաղացել էր։ Ասում է չէ, ես կգամ, հələ պատրաստ չեմ։ Ու սա մի հոգի չի, երկրորդն էլ տենց։ Ասաց կործանվում եմ, լրիվ կործանվում եմ, խնդրում եմ, ինձ բռնեք տարեք։ Գիտես, այսօր շատ ժամանակ պետք է գնաս տնից,
մարդկանց հրավիրես, ես չգիտեմ ոնց, ջանով ու ղուրբանով, բացատրես, ավետարանես, բերես, նրանք տներում նստած, կոտրված, քամված, բայց չեն կարողանում գան։ Սա լուրջ եմ ասում, այս դեպքերը հələ ես գիտեմ ու ինչքան հազարավորներ կար, որ ես չգիտեմ։ Բայց մարդիկ իրանց տներում դևերից կապված նստած քայքայվում են ու չգիտեմ ոնց դուրս գան դրանից։ Դրա համար սիրելիներ ջան, առաջարկում եմ ամոթը մի կողմ դնեք, անտարբերությունը մի կողմ դնեք, որոշեք այցելել մարդկանց։ Այսօր նկատել եք, որ հույր գնալն էլ է պակաս է։ Հույր գնալը արդեն հույր չեն գնում մարդիկ։ Մարդիկ իրար հույր են գնում Facebook-ով, Instagram-ով։ Այտենց մի քիչ ավելի հեշտ է, էժան է նստում։ Բայց կարելի է, չէ, որ մեկ հույր գնալ ու նպատակը լինի մարդկանց փրկության ավետարանը խոսել, քարոզել, որովհետև Տերը հենց դրան սպասում է։ Սպասում է դրան։ Որովհետև մենք շատերս այսօր հավատում ենք Աստծուն, բայց չենք անում Աստծո կամքը։ Մենք սպասում ենք Աստծուց բարիքներ, բայց չի լինում, երկար է տևում, շատ երկար է անցնում։ Մի հասարակ բանը շատ երկար է գնում։ Պատճառը գիտես որն է, որ չես նվիրվում եւ կատարես Աստծո կամքը։ Եվ գրված է, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Բա Տերը մեզ ինչ ասե, պետք է անել։ Գիտեմ, մարմինդ քեզ չի թողելու։ Մարմինդ գոռալու է, պատերազմելու է, ասելու է ամոթ է, մի արա այս բանը։ Ու դու ինչ որտեղ հնազանդվում ես մարմնի ձայնին։ Բայց մարմնավորապես դա էլ է մարմնի գործ։ Որովհետև կասեն, այս հավատացյալ ես, ու նենց տոնով են ասում, որ դու ամաչ ես։ Կարող է հավատացյալ ես։ Ես հավատացյալ հո չես։ Մի օր ասեցին ինձ, ասեցի, այո, հավատացյալ եմ։ Ասաց, չէ, հա, ախպեր, դու կարգին տղա ես երևում։ Ասի կարգին տղեկը հավատացյալներն են հենց։ Ամեն։ Մի պատմություն միտս եկավ, ուրեմն Մոսկվայում Կուրսկի վокзալում կերակրում ենք անտուն թափառականներին եւ մոտ 700 անտուն թափառական ամեն շաբաթ գալիս են, շաբաթը 2 անգամ կերակրում ենք։ Կինս ինձ հետ թիմով ենք կերակրում, ես չեմ ասում երկուսով, ինչ որ մի 20 հոգով, 25 հոգով հավաքվում ենք, պատրաստում ենք ամեն ինչ, թեյը, սուրճը, սուրճ չէ, թեյը, մեկ էլ ինչ որ բաներ ուտելու ու տանում ենք այդտեղ հերթ կանգնած ենք, ավետարանն ենք քարոզում, իսկ հետո նոր հերթով գալիս են ընդունում են։ Ուրեմն բոլորին բաժանեցինք, մեկ էլ նայում եմ մեկը այն ջունգլիների անեկդոտը հիշում եք, որ ասում է հայ եմ, բայց սոված եմ։ Ասում է ախպեր հայ ես, ասում է այո, հայ եմ, բայց սոված եմ։ Հիմա այդ նույն ջունգլիների փոխարեն Մոսկվա քաղաք, նա Կուրսկի վокзալ, այնտեղ մի հատ գեղեցիկ այգի կա, այդ այգու մեջ կազմակերպում ենք այդ ամեն ինչը։ Մեկ էլ բոլորը ուտում են ու լսում եմ մեկը հայերեն հայոյանք անում։ Համ ուտում է, համ հայոյում է։ Հաց տվողներին։ Ու մոտեցա, ասեցի, եղբայր, ինչ ես բա հայոյում, ու տեսնում եմ անտուն թափառականների հետ։ Ասում է հայ ես, ասում է սրանք հավատացյալ են, սրանց սենց ընենցը ու հայոյում է։ Սես նայեցի իրան, ասեցի, բայց չէ որ իրանք քեզ կերակրում են, իսկ դու իրանց հայոյում ես։ Հա ինչ անենք։ Հավատացյալ չեն, ես իրանց սենց ընենցը ու հայոյում է։ Ասի լսի գրված է, եթե բարության փոխարեն չարությամբ հատուցանես, չարիքը քո տանից դուրս չի գա։ Եկել նայեց ինձ, ասեց, ախպեր կարող է դու ես իրանցից։ Ասում եմ, այո, ես իրանցից եմ։ Դու ես հավատացյալ, ասում եմ, հա։ Հենց մեկը ինքն էր, ասում ախպեր, դու կարգին տղա ես երևում։ Մեկ էլ ասի փառք Աստծո, հավատացյալները կարգին տղեկ են, կարգին մարդիկ են, որ իրանց Աստուն ճանաչում ու պաշտում են։ Մեկ էլ զգաց սենց ուշադիր նայեց իրա վրա, հպարտություն ասեց, ախպեր, ես էլ ես տղեն չեմ, չմտածես ես անտուն թափառական եմ։ Ուղղակի գործերս չի հաջողվել, հայտնվել եմ այստեղ, գալի հաց եմ ուտում։ Թե չէ ես նորմալ տղա եմ։ Հայկական ազգային հպարտություն։ Մի խոսքով։
ապաշխարեց, ներողություն խնդրեց լացելով, Տերը կպավ սրտին։ Ու հետաքրքիրը այդ է, որ այդ վիճակի մեջ փողոցներում ապրելով հացը վերցնում է հավատացյալների ձեռքից ուտում է եւ իրենց հայոյում է։ Ու ինքը չգիտի հոգեվոր գաղտնիքներ, որ իր տանից չարիքը չի պակասի։ Դրա համար այդ վիճակի մեջ է, բայց այդ օրը ինքը ապաշխարեց եւ ասեց ես քեզ անպայման կգտնեմ Հայաստանում։ Բայց դեռ չի գտել, անցել է 20 քանի տարի։ Օրհնյալ լինի մեր Տերը, Փառք Հիսուսին։ Ուրեմն առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 15 խոսքից։ Մի սիրեք աշխարհքը եւ ոչ էլ այն, որ աշխարհքի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հորսերը նրանում չէ, որովհետեւ ամեն ինչ, որ աշխարհքում է, մարմնի ցանկություն, աչքի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն, հորից չէ, այլ աշխարհքից է։ Ամեն։ Եվ աշխարհքը անցնում է, եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Ով է նկատել, որ աշխարհքը անցնում է։ Դու էլ հետն ես անցնում։ Քեզ հայլու մեջ նայել ես։ Մի 10 տարի առաջ եւ հիմա նույնն ես։ Մի 20 տարի առաջ եւ հիմա նույնն ես։ Դա նշանակում է աշխարհը անցնում է։ Դու էլ աշխարհքի հետ։ Բայց Աստծո կամքը կատարողը մնում է հավիտյան։ Խոսքն է ասում։ Մի հետաքրքիր բան դրվեց սրտիս Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, ուզում եմ կարդամ։ Հեյ, ագահ մարդ, հեյ, անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, քանիսն անցան քեզպես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, խաղաղ անցիր, ուրախ անցիր, 2 օրվա էս ճամփետ։ Ամեն։ Թումանյանն է գրում այս խոսքերը։ Եվ Աստվածաշունչն է ասում։ Փառք Տիրոջը։ Ուսուցչուհի է, ինքը սիրում է Թումանյանին։ Փառք Աստծո։ Եղ մարդիկ են, ինչ խորիմաստ բաներ են գրել։ Եվ ես մտածում եմ, որ սա ամբողջությամբ հոգուց եկած խոսքեր է։ Եվ հենց այս խոսքն է լրացնում եւ աշխարհքը անցնում է։ Իսկ սա գրված է արդեն մի քանի հազար տարի։ Մի քանի հազար տարի առաջ։ Եվ աշխարհքն է անցնում եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Դրա համար անենք Աստծո կամքը, սիրելիներ։ Մենք կարճ ժամանակով ենք այս երկրի վրա։ Այս երկիրը կոչվում է հոգևոր հյուրանոց։ Մենք բոլորս հյուր ենք այստեղ։ Մեր ծննդյան փուչ օրից, Էլի Թումանյանը։ Ամեն։ Հերթով գալիս անց ենք կենում այս անցավոր աշխարհից։ Անց ենք կենում սեր ու խնդուն, հարստություն, գեղեցկություն, գանձ ու գահ, մահը մերը չէ։ Մենք մահինը չենք։ Մարդու գործն է միշտ անմահ։ Փառք Տիրոջը։ Եվ սա է հավատքը, որ մենք պետք է հավատանք եւ գործենք։ Բայց ցավոք այսօր շատ հոգեվորներ հավատում են, բայց չեն անում, ոչ մի բան չեն անում։ Ուղղակի ինչ են անում։ Տեր ջան, գործ եմ ուզում, փող չկա, պարտքերս խնդրում եմ, օրհնի թող փակվի, գործերս թող գործ գա մի լավ։ Խնդրում եմ մի տուն տուր ինձ, մի լավ մեքենա տուր ինձ։ Ով ամուսնացած չի, ասում է մի լավ աղջիկ տուր ինձ ամուսնանամ, մի լավ կին տուր կամ կին չեն ուզում ավել ճիշտ։ Մի լավ աղջիկ տուր կամ մի լավ տղա, փեսա տուր։ Ամեն։ Խնդրում են, բայց մի հատ բայց կա։ Այդ ամեն ինչը կատարվելու է ավետարանչությունից հետո։ Քո խոսքերը լսվելու է, որովհետև ավետարանչությունը դա հավատքի գործեր է։ Ամեն։ Եվ շատ կարևոր է։ Եվ եթե չլիներ ավետարանչությունը, այն օրը, որ մենք Հիսուսին Տեր դավանեցինք, այդ օրը մենք
ուղիղ չվերթով կհայտնվենք երկնքում։ Բայց Աստված մեզ թողել է երկրի վրա, որ մենք մարդկանց փրկենք, որ մենք մարդկանց պատմենք փրկության մասին, հավիտենական կյանքի մասին, որ մարդկանց բերենք ապաշխարության։ Ինչպես մի օր մեզ եկան պատմեցին։ Գիտես, մի օր որ եկան ինձ պատմեցին, ես սառը վիճակում էի, ճիշտ է, տենց է կարելի ասել, բայց ծանր վիշտ ունեի։ Իմ կինը իմ աչքի առաջ մահանում էր ու չէր մահանում։ Գնում էր այն աշխարհ, գալիս էր։ Գնում էր այն աշխարհ, գալիս էր։ Եվ ես այդ վիշտերը, դարդերը, գիշերը չքնած վիճակ, ոնց որ լրացնելու համար ավելի շատ սկսել էի խմել, որովհետև լսում էի, որ խմիչքը ստրեսներ է հանում։ Ես էլ որոշել եմ ամեն օր ստրեսներ հանել։ Առաջի անգամ, երբ որ խմում էի, ես տանը շատ բարի էի, խելոք, կինս կվկայի, բայց դրսում ահռելի, ահավոր։ Երիտասարդներ կային, որ ասում են, երբ որ տեսնում ենք քո մեքենան, մտնում ենք մուտքերը, որովհետև հանկարծ մեկի դեմքը դուրս չգար կամ ժպիտ չլիներ, կանգնում էինք ու ծեծում էինք։ Այո, այդ ամեն ինչը տեղեր ունենում տարիներ առաջ, ոնց որ իմ ամեն այդ բարկությունը թափում էի դրսի անժպիտ մարդկանց վրա։ Կար այդպես բաներ, եւ այդ օրերն էր, որ ինձ ավետարանեցին, երբ որ մի եղբայր ձեռք դրեց իմ վրա, ասեց խաղաղություն, ամբողջ մարմնով թափահարեցի ու սթափվեցի։ Ես հիշում եմ այդ օրը ու այդ օրվանից սկսվեց մեր կյանքում ինչ-որ բան։ Կարինեն գնաց եկեղեցի եւ բժշկվեց։ Եվ ես տեսա, որ նրա մոտ այդ պրիստուպները չի լինում, գիշերային այդ սիրտը դժվար էր աշխատում, սրտի ետևին պատը մեռած էր, այսպես էին ասում, եւ չէր կսկվում։ Դրա պատճառով շնչառությունն էր կանգնում, վատանում եւ այլ եւ այլ։ Եվ դա անցավ, ես էլ տեսա, գնացի, տեսնեմ ով է բժշկել իմ կնոջը եւ ֆիզիկապես չտեսա։ Բայց Աստծուն հանդիպեցի, սիրեցի եւ Աստված ինձ հետ հանդիպեց ոչ ֆիզիկական աչքերով, բայց զգացմունքներով, ես զգում էի Տիրոջը։ Տեր իմ հոգին անգամ դուրս հանեց մարմնից, ես օդի մեջ լողում էի։ Փառք Աստծուն այդ ամեն ինչի համար եւ ես սկսեցի ապաշխարել։ Անկախ ինձանից սկսեցի սիրել Տիրոջը, սիրել ու մինչեւ այսօր օրհնյալ լինի Տերը։ Ու մենք ծնվել ենք այս խավար աշխարհում ու չգիտենք թե ուր ենք գնում։ Որն է մեր ապագան, ինչն է մեր հավիտենականությունը, բայց մի օր Տերը բացեց ու Տերը ուզում է, որ ամեն մեկս դառնանք այդ ձև մարդիկ, որ մյուսներին ասենք։ Դու գիտեք, մարդիկ կարող է դրսից շատ ուրախ լինեն, բայց ներսը կոտրված լինի։ Ուրախությունը ցույց են տալի, որպեսզի ոչ մեկ իրենց չխղճա։ Բայց ներսից կոտրված, հիասթափված եւ ընկած են։ Ու նրանց պետք է Աստծո մարդ, որ գնա եւ խոսի եւ բերի Աստծո տուն։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 9-ից 11 խոսքերը։ Գրեցի ձեզ թղթում չխառնվել պոռնիկների հետ։ Եվ ոչ թե ամենևին այս աշխարհի պոռնիկների հետ, կամ ագահների հետ, կամ հափշտակողների հետ, կամ կռապաշտների հետ, ապա թե ոչ պետք էր ձեզ, որ հենց աշխարհից դուրս գնայիք։ Ամեն։ Ասում է գրեցի ձեզ, որ չխառնվեք այդ տեսակի մարդկանց հետ։ 11 խոսքում ասում է, բայց հիմա գրեցի ձեզ չխառնվել, որ եթե մեկը եղբայր է կամ քույր է անվանված, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ հափշտակող, այսպիսիների հետ հաց էլ չուտել։ Այսինքն Պողոսը սա գրում է հավատացյալ կոչված մարդիկ, որոնք այս բնավորության տեր են, ասում են նրանց հետ մի շփվեք, հաց էլ չուտեք։ Ամեն։ Բայց ասում է աշխարհիկ այս տեսակ մարդկանց հետ անհավատ պետք է ձեզ շփվել, որպեսզի ավետարանը քարոզեք։
Եթե ասում ես սա էլ չլիներ, այստեղ գրված է, աշխարհից ձեզ պետք էր աշխարհից դուրս գնալ։ Եթե սա այս պատճառը չլիներ, ամեն մեկը ով Հիսուսին դավաներ Տեր ու Փրկիչ հավատքով, նա պետքա ուղիղ չվերթով գնար երկինք։ Հենց այդ պահից։ Բայց մենք ընդունում ենք Հիսուսին եւ մնում ենք երկրի վրա, որպեսզի մարդկանց բերենք փրկության։ Ամեն։ Պողոսն է գրում, ասում է, եթե դա չլիներ, դուք արդեն կհեռանայիք։ Այս աշխարհում նպատակ չկա ձեզ ապրելու։ Դուք մի անգամից կմտնեք երկնքի առկայություն։ Բայց քանի որ Տերը պահել է մեզ, Տերը հույս ունի, որ մենք պետքա խոսենք եւ մարդկանց բերենք ապաշխարության։ Ամեն։ Եվ պատկերացրեք, որ Տիրոջ հույսերը չենք արդարացնում։ Անգել ենք ամեն մարդ իր խնդիրներով, իր հարցերով, իր դարդերով զբաղված է, չհասկանալով, որ խնդիրը հենց ստեղ է թաքնված, եթե դու սկսես կատարել Աստծո խոսքը, քո կյանքում օրհնություններ կգա։ Կկատարվի քո խնդրվածքները։ Ուրեմն նորից առաջի Կորինթացիս 9-րդ գլուխ 16-րդ խոսքը։ Որովհետև եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չէ, որովհետև դա հարկ է դրված ինձ վրա եւ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Պողոսն ասում, վայ ինձ, այս վայը բոլորիս է վերաբերվում։ Կասես դե Պողոս առաքյալ էր, ես սովորական հոգևոր, կապ չունի։ Եթե դու երկնքի արքայության որդի ես, դու պետք է խոսես։ Պողոս ասում է, դա հարկ է դրված մեր վրա։ Վայ մեզ, եթե մենք չքարոզենք։ Այն հայերեն բառ կա, ասում է, վայը եկե նրան տարելա։ Եթե ավետարանը չքարոզենք։ Կասես ախար Հովիվ ջան, ինչ կարդում եմ, միտքս շատ եմ լսում այս բաները։ Ասում է, ինչ կարդում եմ, չեմ հիշում, միտքս չի մնում։ Ես չգիտեմ, ախար գնամ, ինչ պիտի խոսեմ։ Սիրելիներ ջան, նախ Աստծո խոսքը ասում է, եթե գնաք, ձեր հոր հոգին, որ ձեր մեջ է, ինքը նույն րոպեին կտա ինչ պիտի խոսեք։ Երկրորդը, դու գիտես ինչ պիտի խոսես։ Դու գիտես, որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած Աստծո որդին է։ Ամեն, ով գիտի։ Էլ ով գիտի։ Այն որ ասում է ո՞նց եք, ասում է լավ, ուրիշ ո՞նց եք։ Հիմա էսա, ով գիտի, կեսը բարձրացնում են, էլ ով գիտի, այն մյուս կեսն է բարձրացնում։ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած Աստծո որդին է։ Սա գիտես։ Հիսուս Քրիստոսը մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ։ Ամեն, եւ դա մեզ հարություն տալու, մեզ փրկելու համար։ Այսքան բան գիտես։ Սա կարող ես ասես մարդուն։ Կասես, բա դրանից հետո ինչ ասեմ։ Դրանից հետո Աստված ինչ արել քո կյանքում։ Քո քրոջ կամ քո եղբոր կյանքում։ Դու լիքը վկայություններ ունես։ Պատմի այդ վկայությունները։ Եվ գրված է, որ երբ որ երկնքում սպիտակ հանդերձներով կանգնած էին, հրեշտակը ասեց Հովանեսին. Այս բազմությունը փրկվել է գառան արյունով եւ իրանց բերանի վկայության խոսքով։ Երկու բանով՝ գառան արյունով եւ իրենց վկայության խոսքով։ Այս մարդիկ հայտնվել են այստեղ։ Վկայի։ Ամենակարևոր բանը դու արդեն գիտես Հիսուսի մասին։ Եվ ինչ արեց Հիսուսը քո մասին, այդքան բան։ Քո համար, այո։ Եվ ինչ կարող է անել նաև նրա կյանքում, ով լսում է Աստծո խոսքը։ Զորությունը խոսքի մեջ է, ժողովուրդ ջան, մեր մեջ չի։ Զորությունը խոսքի մեջ է։ Երբ որ կգնաս, կխոսես, մի հատ ձեռք կդնես, կարող է հզոր բաներ կատարվեն։ Ամեն, փառք Հիսուսին։ Մատթեոս 10-րդ գլուխ Հիսուսը այստեղ իր աշակերտներին ուղարկում է։ Եթե դա կարևոր չլներ, չէր ուղարկի, չէ՞։ Ուղարկում է ավետարանչության։ Մատթեոս 10 եւ առաջինը։ Եվ իր 12 աշակերտներին իր մոտ կանչեց եւ նրանց իշխանություն տվավ պիղծ հոգիների վրա, որ նրանց հանեն եւ ամեն ցավ, ամեն հիվանդություն բժշկեն։ 8-րդ խոսքը։ Եվ Հիսուսը առաջարկում է, ասում է, հիվանդներին բժշկեցեք, բորոտներին սրբեցեք, մեռելներին հարուցեք, դևերին հանեցեք, ձրի առել եք, ձրի տվեք։ Ամեն։ Կասես, Հով ջան, ես փորձել եմ, չի կատարվում իմ մոտ։ Տանը
ամուսնուս վրա փորձում եմ, ինչ չի ստացվում։ Քրոջս, գիտես, Հիսուսը մեզ չի կանչել որպես ֆոկուսնիկներ, որ ֆոկուսներ անենք, մեռել հարուց անենք, չգիտեմ։ Հիսուսը մեզ ասում է գնացեք, պատմեք եւ արեք։ Երբ որ դու գնաս ավետարանչության եւ ձեռք դնես, արդեն Տերն է անողը։ Մենք չենք։ Տերը կորոշի կանի, չէ։ Բայց ասում է, որ գնացեք, հիվանդներին էլ կբուժեք, բորոտներին կսրբեք, մեռելներին կհարուցեք, դևերին կհանեք։ Ձրի առել եք, ձրի տվեք։ Երբ որ հիվանդին բուժում ես, մեռելին արթնացնում ես, այդ տան տերերը ամեն ինչ պատրաստ են անելու։ Կարող է քեզ վճարեն, բայց Հիսուս ասում է, փող չվերցնեք։ Ձրի եք առել, պարգևը ձրի տվեք։ Ամեն։ Շատ դեպքեր եղել է, որ հովիվներին, ծառայողները հրաշքներ կատարվել, վերել են գումար են օրհնել, ոսկի են օրհնել։ Հենց այդ պահին, երբ որ հրաշքը կատարվել է, ոչ մեկ դա չի ընդունում։ Ուզում ես զոհանես, ասում, եկեղեցի կա, գանձանա գոյություն ունի, դու կարող ես զոհես։ Բայց հենց բուժումից հետո կամ ինչ-որ հրաշքից հետո փող առաջարկում, հիշեք, դա սատանան է, որ ձեզ գցի։ Ձրի առել եք, ձրել տվեք։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին, դրա համար որոշեք նվիրվել եւ գործել ու դու կտեսնեք Տիրոջ հրաշքները։ Ամեն։ Ու մենք պիտի անենք սա։ Հիսուսի անունով, ով է հավատում, որ իր ձեռքերով սա կլինի։ Ամեն։ Փառք Հիսուսին, որովհետև անողը Տերն է, մենք չենք։ Փառք Տիրոջը։ Մատթեոս 6-րդ գլուխ 31 խոսքը։ Շատ հետաքրքիր խոսք է սա, բանալի խոսք է։ Ուրեմն հոգս մի անեք, ասելով թե ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև մարդը ասում է, հոր ջան, որ ես գնամ տենց բաներով զբաղվեմ, ավետարանչություն, ծառայություն, իմ տունը ով պիտի պահի, բայց ոնց պիտի ապրեմ։ Գիտես, մեր պատմությունից ես կպատմեմ, դա իմ վկայություններից մեկն է, թե ոնց եղավ իմ տունը ով պահեց, երբ որ ես որոշեցի գնամ։ Ուրեմն հոգս մի անեք, ասելով թե ինչ պիտի ուտեք, կամ ինչ պիտի խմեք, կամ ինչ պիտի հագնեք, որովհետև այդ ամենը հեթանոսներն են խնդրում, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ։ Սակայն առաջ Աստծո արքայությունը, ինչը։ Եվ նրա արդարությունը խնդրեցեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեցեք։ Ռուսերենում ասում է զբաղվեք Աստծո արքայության գործերով։ Զբաղվեք։ Կասես այնքան գործ ունեմ, աշխատում եմ, տանջվում եմ, չգիտեմ ես ամ ոնց զբաղվեմ, բայց իմ տունս ով կպահի։ Գիտես, տարիներ առաջ էր, 25 տարի առաջ, Աստված ինձ տեսիլք ցույց տվեց եւ ասեց պետքա թողնես քո կոմֆորտը եւ գնաս Մոսկվա քաղաք եւ այնտեղ սովորես իմ գործը։ Եվ բարձր ձայնով ասեց ինձ, բարձր ձայնով. Դու այստեղ իմ գործի համար ես, դու մենակ չես, ես քեզ հետ եմ։ Սա լսնում եմ բարձր ձայնով երկնքից, չեմ տեսնում ոչ մի բան, բայց այս ձայնը լսում եմ, դու իմ գործի համար ես։ Եվ մենք այնքան ուրախությամբ որոշեցինք ու դուրս եկանք, թողեցինք մեր տունը, մեր անին, թողեցինք տատիկ պապիկի մոտ, Էձիկին վերցրեցինք ու թռանք Մոսկվա։ Ասեմ ձեզ, փող չկար։ Ասի Տեր ջան, եթե դու ուզում ես գնանք, ուրեմն փող պիտի տաս։ Փող չկա։ Թռնենք Մոսկվա, հələ սովորենք։ Մեկ էլ ինչ-որ մի հովի բերանով ասեց փող չկա։ Մեկն էլ մարգարեացա, որ Տերը ուզում է, որ դուք թռնեք սովորելու։ Ասեցի, եթե Տերն է, դե թող փող լինի, գնանք, թռնենք, գնանք։ Ասեց փող չկա, մեքենա կա։ Ասի այդ մեքենան իմ սիրած մեքենան է։ Այն ժամանակվա համար շատ սիրուն, ճանաչված տեսքով։ Մեկ էլ ասեց կապ չունի, Տերը ուզում է, որ զոհես։ Հիմա ընկել է միտքս, ասում եմ Տեր ջան, այդ մեքենան, որ զոհեմ, հետո ես ինչ եմ վարելու։ Դա 2000 թիվն է, 99 թվի վերջն է։ Մեկ էլ Աստված ասեց, ես քեզ կորտնեմ, վաճառի այդ մեքենան։ Ուրեմն ասում եմ Տեր, եթե քեզանից հա, այնպես բան եմ, նշան եմ ուզում Տիրոջից։ Ասում եմ, եթե քեզանից հա, մեքենան առավոտ տանում եմ ավտոշուկա։
Այն ժամանակ այդպես էր։ Թող գան իմ մեքենան արժի ասենք թե $3000, ես խնդրում եմ, որ նշան լինի $3500 առնեն։ Գնում ենք առավոտ շուտ, ասում եմ, եւ ես կհասկանամ, որ քո կամքն է, եւ դու ես սա որոշե, թող դա լինի նշան։ Առավոտ շուտ հորս վերցնում եմ, գնում ենք շուկա։ Հայրս անհավատ, ես հավատացյալ։ Գնում ենք շուկա, կանգնում ենք, ինչ որ մեկը գալիս է, ինչ արժի։ Ամաչում եմ ասեմ 3500, որովհետեւ իմ ավտոից ավելի լավ, թիվը ավելի բարձր 3-ով կա։ Ասում եմ ամոթ, բայց տիրոջ ասեմ 3.5։ Սա նշան մեր մեջ։ Մեկ էլ ասում եմ 3000։ Այս եղբայրը նայում է կողքերով, ես դեֆեկտներն եմ ասում եմ այս բանը խնդիր ունի, այն խնդիրը ոչինչ, ես առնում եմ։ Մեկ էլ մինչև սա կնայի, մյուս ասում է, եղբայր ինչ արժի է մեքենան, ասում եմ 3000։ Այս մեկը ասում է, աղբերս արդեն գնված է մեքենան։ Ասում է, ես $100 ավել եմ տալի։ Այն ժամանակվա $100 կհիշեք ինչ էր։ Երկու են սուպերմարկետները են բաները, որ կա, սայլակները, երկու այդ սայլակից կարելի էր $100 լցնել դեռ շատ։ Սա եկի ասում է $100 շատ եմ տալի։ Այս մյուսը թարս նայում է նրան, ասում եմ գնված է։ Ասում է աղբերս, ես էլ եմ առնող $100 շատ եմ տալի։ Այն մեկը ասում է 100 էլ ես եմ շատ տալի։ Այս մեկը ասում է 100 էլ ես եմ շատ տալի։ Պապաս են զարմացած նայում է ինձ, նայում է իրանց, գիտի որ հավատացյալ եմ, ասում է այս ինչ ես արի։ Ասի դու սուս հլը հետո կպատմեմ։ Մեկ էլ են մյուսը ասես նայեց, փրփրեց, 100 էլ ես եմ տալի։ Ու այս մեկի ինգերը ասում է, այ աղբեր, ընդեղ ավելի թարմ թվով մեքենա ավելի լավը կա, 3000-ով արի գնանք ընդեղ, չէ ես ես եմ ուզում։ Այն ասում է ես էլ եմ ես ուզում։ Հանեցին 3500 իմ ասած թիվը։ Եվ ես մուրճը խփեցի կապոտին, ասացի, աուկցիոն էին կազմակերպել։ Կողքի վարորդները բոլորը եկած նայում են, զարմացել են։ Հասկանում ես տիրոջ գործերը, նշանը, այդ գնով վաճառեցի, այդ փողը վերցրեցի ու թռանք Մոսկվա։ Փառք տիրոջը։ Ես չգիտեմ, տես բան լսել ես դու, բայց դա իրականություն է։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Հենց խոսքն է ասում, սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամեն ինչը ձեզ կտրվի։ Ուրեմն թողեցի իմ մեքենան, զոհաբերեցի, թողեցի իմ տունը, թողեցի իմ բիզնեսը, որը աշխատում էր եւ ամեն երեկո ինձ բերում են ֆինանսը տալիս են, ավտոտեխ սպասարկման բիզնես ունեի։ Եվ գնացինք Մոսկվա, 5 տարի պանդուխտ լինելով։ Եվ չենք մտածում մեր վերջը ինչ է լինելու, ոնց է լինելու։ Իմ մոտիկ հարազատներից մեկը խելքը գլուխն էր։ Ասում է, լսեք, ես ինչ եք անում, դուք երեխեք ունեք, դուք ձեր մասին մտածում եք, ինչ ալնելու ձեր վերջը, ես ինչ եք անում, թողել եք ամեն ինչ, գնամ եք սովորելու։ Բայց մենք այս խոսքը անգամ չէինք էլ հասկանում, որ սակայն առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք, կամ զբաղվեք Աստծո արքայությունով եւ այդ մնացածը ձեզ կտրվի։ Ամեն եւ հետո երբ որ այնտեղ արդեն սկսեցինք սովորել, ծառայել եւ այլ նվիրվեցինք Աստծուն, մենք տեսանք թե Աստված ինչ ձև է մեզ օրհնում։ Իմ հետ աշխատում են իմ ծանոթները, ընկերները, ես տեսնում եմ իրանք առավոտից երեկոն գործի վրա են, բայց ես ամբողջ մի տարի չեմ աշխատել, առավոտից երեկո եղել եմ եկեղեցու մեջ, ծառայել եմ օծյալներին, Բենիհիններ եկել, Բոնկեներ եկել, Դեվիդ Վիլկերսոններ, Ուլֆեկմաններ եւ տարբեր օծյալներ եւ նրանց ծառայությունները առավոտից երեկո էր, օրը 3 անգամ։ Եվ մենք ծառայել ենք։ Մի տարի ամբողջությամբ նվիրել եմ Քրիստոսին, չեմ աշխատել ընդհանրապես։ Կասեք, բա Հովիվ ջան, ո՞նց եք ապրել։ Կինս էր աշխատում։ Կինս այդ մի տարին աշխատում էր, ինձ լավ էլ նայում էր, բայց մեր ձեռքը էլի փող կար, որ այդ մեքենայի փողերից։ Բայց նրանից հետո Տերը ինձ օրհնեց, ես սկսեցի աշխատել։ Եվ իմ աշխատանքով սկսեցի աճեցնել։ Տեր, խնդրում եմ, ամսական այսքան աշխատավարձ։ Հասնում էր այդ թիվը,
զգում եմ մի քանի ամիս անցնում էր, այդ թիվը դառնում էր սովորական, Տեր խնդրում եմ հիմա մի քիչ ավել։ Ու այսպես աճեցնում ենք մեր թիվը, մեր աշխատանքը ու զորանում ենք։ Ու մի օր Տերը ասեց, հետ վերադարձեք Հայաստան։ Ասի ոնց Տեր, հազիվ տեղավորվել ենք, հազիվ ընկել ենք, այն ոնց են ասում հայերը, հունի մեջ, ես ուզում եմ ասել easy, հունի մեջ, և հիմա գնանք տուն 5 տարի հետո, ասեց գնա ես քեզ ավելի կորտնեմ, ոնց Տեր ասում եմ հոկտեմբերանում, դու ինձ ավելի կորտնես, Մոսկվայում ես այդ ժամանակ ամսական արդեն $2000 աշխատում էի, ասում եմ Տեր դու ինձ հոկտեմբերանում 2000-ից ավելի կորտնես, և Տերը ասեց կորտնեմ, մենք եկանք, ճիշտ է դժվարություններով, մի քիչ սկիզբը, բայց Տերը իր խոսքի հավատարիմ մնաց։ Ես և ծառայում էի, և աշխատում էի, և տեսա, որ Տերը օրհնեց։ Իմ տները հենց մեծամորից սկսած հոկտեմբերանում, Մոսկվայում, ինչ ունեցել եմ բաց ա եղել Տիրոջ համար, տնային խմբակներ։ Եվ սրտանց տվել ենք ու չենք նեղսրտվել, որ հավաքվեն Տիրոջ գործ անեն։ Ու այսօր Տերը մեզ մեծամորում, բոլորդ էլ տեսել եք, շատերը, արդեն եկեղեցու դահլիճը հենց իմ տարածքի, իմ տան մեջ ա տվել։ Այն ժամանակվա խմբակը այսօր դառել է եկեղեցու դահլիճ։ Ամեն։ Տվել ա տարածքներ, տվել ա տուն, տվել ա բակ, տվել ա մեքենաներ, մեքենաս զոհաբերեցի, տվեց մեքենաներ։ Այսինքն ոչ մի բանը պատահական չի լինում, սիրելիներ, գին պիտի վճարես ամեն բանի համար, և գինը որոշում է Աստված, դու չես որոշում, Տերն ասում, ես պիտի անես, անում ես, օրհնվում ես, սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը փնտրեք, և այս ամեն ինչը ձեզ կտրվի, կասես ոնց, Հովիվ ջան, վերևից ընկավ, ոսկե ձկնիկի, ավել ճիշտ ոսկե ձկնիկին հանդիպեցիր, չէ, Աստված օրհնեց իմ բիզնեսը, ինձ ֆինանսներ տվեց ու արագ սկսեցի կառուցել, առնել, կառուցել, դատարկ հող առնել և վրան կառուցել։ Հավատում ես, որ քո կյանքում կարող է սա լինի։ Եթե սա եղել է իմ կյանքում, կարա լինի քո կյանքում, բայց դու կարող ես զոհես, կարող ես քո կամֆորտը զոհաբերես, կարող ես քո տունը բացես Աստծո համար, կարող ես քո մեքենան վաճառես, եթե Տերը ասում է, անպայման Տերը պիտի ասի, ժողովուրդ, ես չեմ ասում, էմոցիոնալ ինչ-որ մեկդ մի բան անեք, Տերը ինչ ա ուզում, ասում է, հնազանդվում ես, դրանից հետո 100-ապատիկ Տերը օրհնում է, ամեն, փառք Հիսուսին, Փառք Տիրոջը։ Հենց այդ մասին եմ հիմա ուզում կարդամ Մարկոս 10-րդ գլուխ։ Մարկոս 10-րդ գլուխ։ Ես խոսում եմ Կարինեն հայտնություններ է ստանում։ Այսքան տարի ինքը հիշում է ու զարմանում է։ Փառք Հիսուսին։ Ուրեմն Մարկոս 10-րդ գլուխ եւ 28 խոսքը։ Եվ Պետրոսը իմիջիալոց հրանուշը այս խոսքը կարդաց, այսօր կարդացիր, այս խոսքի մասին է խոսքը, նույնը ես եմ կարդում, ես չէի լսել, որ չէի մտածում, որ հրանուշը նույնպես այս խոսքը կստանա, դա նշանակում է, որ երկու բերանով խոսվածը Աստծուց է, ամեն, եւ Պետրոսը սկսեց նրան ասել, Հիսուսին, Պետրոսը մի օր խելքը գալիս է գլուխը, ասում այ մարդ, նավս թողեցի, ձկնորսությունս թողեցի, ամեն ինչ թողեցի, գալիս եմ Հիսուսի հետևից, զոքանչին էլ է թողե, հիշում եք, որ զոքանչը հիվանդացավ, Հիսուսը բժշկեց, հիմա Պետրոսը սկսեց նրան ասել, ահա մենք ամեն բան թողեցինք և քո հետևից եկանք, այսինքն հիմա ինչ պիտի լինի մեզ, Հիսուսն էլ պատասխանեց ասեց, ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա, որ թողե տուն, կամ եղբայր, կամ քույր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիկ, կամ արտեր ինձ համար, կամ ավետարանի համար, որ հարյուրապատիկը հիմա այս ժամանակում
չառնե։ Ասա այս ժամանակում։ Ամեն։ Տերն ասում, չկա մեկը, որ մի բան զոհի ավետարանչության կամ Քրիստոսի համար եւ հենց այս ժամանակում, այս աշխարհում հարուրապատիկը չորտնվի դրա։ Կասես, հով ջան, բայց խի չեմ օրտում, ուրեմն չես թողել։ Պահում ես, պինդ պահում ես։ Եթե Տերը ասում է թող, ուրեմն պիտի թողնես։ Որ հարուրապատիկը հիմա այս ժամանակում չառնե։ Տններ, եղբայրներ, քույրեր, մայրեր եւ որդիկ եւ արտեր հալածանքի հետ։ Այս ամեն ինչը կառնես, բայց պլյուս հալածանք կողքից լինելու է այս աշխարհում։ Հալածանքի հետ եւ գալիք աշխարհում հավիտենական կյանք։ Փառք Հիսուսին։ Սա այն վկայությունն է, ինչ որ ես արեցի, ես այս խոսքը այս երկրի վրա արդեն փորձառություն ունեմ։ Ստացել եմ, որովհետև արել եմ, ինչ որ Տերը ասել է։ Փառք Տիրոջը, բայց մենք չենք կանգնում նույն տեղում, մենք գնում ենք առաջ։ Կասես, հով ջան, այդ ագահություն չի։ Ոչ, նեն չի, ես աշխարհասեր եմ կամ ագահ եմ։ Փառք Աստծո, Աստված ինձ իմ աշկն էլ է կշտացրել, կյանքս էլ, փառք Աստծո, ինչքան որ ուզել ենք, ինչքան որ պատկերացրել ենք, այնքան տվել է Տերը։ Եթե շատ ուզենք, շատ էլ կտա։ Բայց զգում ես, բաներ կա, ինչքան շատ ալնում, այնքան ավելի գլխացավանք է։ Այդ շատը պիտի խնամես, պիտի նայես, պիտի վճարես, այդ շատը նաև գույքահարկեր են եւ այլ եւ այլ եւ այլ։ Դրա համար մարդը ասում է հանգիստ իմ համար ապրեմ, վայելեմ կյանքը, ոչ թե շատ հոգսերի մեջ ընկնեմ։ Շատն էլ շատ հոգսեր ունի։ Իսկ մարդին ի՞նչ է պետք։ Հանգիստ հանդարտ կյանք։ Մի սենյակ լինի քնես, միտեղ լինի հաց ուտես, այդ չի մարդուն պետք։ Թե չէ 2000 քառակուսի անոց տան մեջ մարդուն պետք է 2 քառակուսի քնելու համար։ Այն մնացած ամբողջ օրը մաքրելու։ Դեն չի։ Ես մտածում եմ, որ դուք ինչ-որ բան ստանում եք, Տերը օրհնի ձեզ, որովհետև մեր կյանքը այս աշխարհում հավիտենական չի։ Դրա համար Աստծո կամքը կատարենք, որ ապրենք եւ քայլենք առաջ։ Հռոմեացիս 14-րդ գլուխ 17-19 խոսքերը 17-ից 19 Որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգու ձեռով։ Ամեն։ Աստծո արքայությունը ուտելիք խմելիք չէ, այլ ուրախություն, խաղաղություն եւ արդարություն Սուրբ Հոգու ձեռով։ Շատ կարեւոր է, որ Աստծո արքայությունը մեր ներսում լինի։ Եվ Հիսուսը ասաց, որ Աստծո արքայությունը դրսի բան չի, այլ ներսի բան է։ Երբ որ քո ներսը խաղաղ է, ուրախ է եւ արդար, դա Աստծուն հաճելի է եւ մարդկանց նույնպես։ Եվ այդ ժամանակ քո օրհնություններն էլ է գալի հասնում քեզ։ Ամեն, փառք Հիսուսին։ Եվ վերջի խոսքն եմ կարդում Ղուկաս 4-րդ գլխից, ինչ որ բան առնում եք, Ժորդ, ես ձեզ ասում եմ պրակտիկ, գործնական, նաև այս խոսքի վրայով անցած կյանք։ Եվ եթե պատմեմ, այնքան բաներ կպատմեմ, օրհնյալ լինի մեր Տերը։ Ուղղակի պետք է ապրել Աստծով։ Ես հասկացա, որ իրականում մանավանդ այս տարիքում հիմա հասկացա, որ ամեն բան ունայն է, ինչքան էլ Տերը տա, ինչքան էլ օրհնի, աճեցնի, բարձրացնի, ամեն բան ունայն է, ժամանակավոր է, ամեն ինչ։ Դրա համար մենք պետք է ապրենք Աստծո համար եւ անենք Աստծո կամքը, որովհետեւ մի օր դու աչքերդ փակելու ես եւ չես բացելու։ Եվ բացելու ես աչքերդ միտեղ, որ որոշված է արդեն այս աշխարհից, կամ հավիտենական կյանք, երկնքի արքայություն, կամ հավիտենական դժոխք։ Երկու օր առաջ էր լսեցի ինչ-որ ռուսական գիտնականները ինչ-որ երկիրը սենց փորելով իջել են 14 կիլոմետր, ինչքան հիշում եմ, հողի տակ։ Եվ դադարեցրել են փորելը, որովհետև
այդ խորության վրա լսել են մարդկանց տանջանքի ճիչեր եւ ձայներ։ Եվ իրենք հասկացել են, որ իրենք մոտենում են դժոխքին եւ փակել են այդ գիտական ինչ-որ բաներ ես տեսա ինտերնետով, որ փորե իջել են մինչև երկրի ընդերքը։ Եվ եթե նայում ենք Աստծո խոսքին, ասում է եւ Հիսուսը իջավ երկրի սիրտը, այսինքն դժոխքը հենց երկրի տակ է։ Այնտեղ էլ քարոզեց մեռելներին եւ հետո դուրս եկավ երրորդ օրը հարություն առա։ Ամեն համապատասխանում Աստծո խոսքին։ Դրա համար ավելի լավ է ապրենք Քրիստոսի համար։ Ժողովուրդ ջան, բոլորս էլ մանավանդ մեծերը բոլորս էլ տեսնում ենք, որ ունայնա շատ անցողիկ ամեն բան։ Մնայուն ոչ մի բան չկա, որովհետև գրված է երևացողները ժամանակավոր են, չերևացողները հավիտենական։ Ամեն։ Եվ վերջի խոսք Ղուկաս 4-րդ գլուխ, Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ 16-ից 19 խոսքերը։ Եվ եկավ Նազարեթ, մեր Տերը Քրիստոսը, եւ եկավ Նազարեթ, իմիջիայլոց մենք Նազարեթում եղել ենք, Փարք Տիրոջը, սպիտակ քաղաքը, տները, շենքերը, քարերը, ամբողջությամբ սպիտակ, հետաքրքիր, ինքը լեռան վրա, ժայռի վրա։ Տերը մեզ օրհնել է, որ Նազարեթում էլ լինենք։ Ու այնքան հետաքրքիր է, որ դու մտնում ես Նազարեթ ու հիշում ես, որ քո Տերը այդտեղ ապրե։ Հիսուս Նազարովցին, ամեն։ Շատ հետաքրքիր էր։ Եվ Հիսուսը եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր։ Եվ իր սովորության պես շաբաթ օրը ժողովարան մտավ։ Պատկերացնում եք Հիսուս Քրիստոսը, Աստծո որդին, մեր պես ամեն կիրակի գնում էր ժողովարան։ Դու հիմա եկել ես ժողովարան։ Ամեն։ Մենք ասում ենք հավաքույթ։ Ասում է Հիսուսը իր սովորության պես շաբաթ օրը եկավ ժողովարան, մտավ եւ կանգնեց, որ կարդա։ Հիմա ես կանգնել եմ այստեղ, որ կարդամ։ Այսինքն այստեղ Հիսուսն էր կանգնած, որ կարդա։ Եվ Եսայա մարգարեի գիրքը տվին նրան, երբ որ գիրքը բացավ, այնտեղը գտավ, ուր գրված է. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու։ Տիրոջ հոգին հիմա ում վրա է։ Այն ժամանակ Տերը մարմնով էր երկրի վրա եւ ասում է Տիրոջ հոգին ինձ վրա է։ Հիմա էլ մեզ վրա է։ Տերը մեզ մկրտել է Սուրբ Հոգով։ Եվ իմաստը, որ Սուրբ Հոգին մեզ վրա է եւ մեր մեջ է, որի համար օծեց ինձ նա, ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու։ Այսինքն մեզ էլ է ուղարկել աղքատներին ավետարանելու։ Կասես հովիվ ջան, բայց ես եմ աղքատ։ Ի վնաս քեզ, դու պետք է հարուստ լինես ամեն բարի գործի համար։ Քո խելքից։ Եթե հնազանդվես խոսքին, խոսքը քեզ կաճեցնի, կբարձրացնի։ Նոր ես վկայություններ արեցի։ Ամեն։ Կոտրված, հիվանդ, ջարդված, Տերը մեզ կանչեց։ Բայց քայլ առ քայլ աճեցրեց։ Նույնը կարող է լինի քեզ համար։ Իսկ եթե չես աճում, նշանակում է մի բան քո կյանքում չի համապատասխանում Աստծո խոսքին։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու։ Ուրեմն աղքատները ովքեր են, կասես հոգով աղքատները։ Եվ հոգով, եւ ֆիզիկապես աղքատները։ Ամեն։ Ավետարանելու, այսինքն աղքատներին պետք է ավետարանել։ Ինչ ավետարանել։ Ճշմարտությունը խոսում է իրանց մասին։ Ինչ անեն, որ դուրս գան աղքատությունից։ Ամեն։ Բաներ կա, Տերը ասում է, սա արա, որ դուրս գաս դրանից։ Մարդկա չի հավատում։ Չէ։ Ոնց անեմ։ Չէ, չեմ կարող տամ։ Դե ուրեմն մնալու ես դրա մեջ։ Բայց եթե հավատում ես եւ քո քայլը անում ես Աստծո խոսքի համեմատ, աղքատներին ավետարանվում է, որ նրանք դուրս գան դրանից եւ կպնեն Աբրահամի օրհնություններին։ Ամեն։ Ով ազում օրհնված լինի հարուստ ամեն բարի գործի համար։ Ուրեմն ճանաչի Աստծո խոսքը եւ հնազանդվի։ Եվ դա դուրս կանի քեզ նեղություններից։
Ուրեմն աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու։ Գիտեք, ինչքան մարդ կա սրտով կոտրված է։ Մարդ իր սիրտը կապել է ինչ որ բարեկամի, հարազատի, ինչ որ, չգիտեմ, ինչ որ մի մարդու հետ, եւ այդ մարդը մահացել ու գնացել է։ Դու պատկերացնում եք այդ մարդու վիճակը։ Իր ամբողջ աշխարհը այդ մարդն էր, եւ այդ մարդը գնաց այս աշխարհից, սրտով կոտրված է։ Այդ մարդու համար հետաքրքիր չէ այս աշխարհը ապրելը։ Բարի լույսը բացվում է, մենք ուրախանում ենք, այդ մարդը չի ուրախանում։ Իրան հետաքրքրություն չկա։ Դա հենց սրտով կոտրված մարդիկ են։ Տերը մեզ ուղարկել է այդ մարդկանց մոտ, որ մենք իրենց խոսենք եւ ասենք հույս կա։ Դու կարող ես տեսնես քո հարազատին, հավատալով Քրիստոսին։ Ամեն։ Բժշկվի, մխիթարվի, Տեր կա այս աշխարհում, Հիսուս Տեր։ Տերը նաև ուղարկել է 19 խոսք, գերիներին թողություն քարոզելու, մարդկա գերի է, մարդկա ցմման նստած է։ Եվ այդ մարդու կյանքը դու պատկերացնում եք, զգացմունքները ցմմա բանտերում։ Գերիներին թողություն քարոզելու, որ ելք կա, Աստված կարող է օգնի։ Կույրերին տեսողություն, կույրերը ամեն ինչը տեսնում են սև կամ սպիտակ։ Օրինակ կույր կա, ասում եմ, օրինակ ինքը չի տեսնում, հարցնում եմ, դու ինչ ես տեսնում։ Ասում եմ, աչքերիս դեմը ամբողջությամբ սպիտակ է։ Մյուսը ասում է սև է, ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում։ Կույրերին տեսողություն քարոզելու, խոցվածներին արձակելու, ազատելու։ Խոցվածները դրանք կարան լինեն հիվանդները։ Դևերը խոցում են, մեկի լյարդը, մյուսի սիրտը, մյուսի, չգիտեմ, երիկամները, հիվանդ ծանր ապրում են մարդիկ գանված անկողնում։ Տերը ուղարկել է, որ նրանց էլ ասենք խոցվածներին արձակելու ազատ, բժշկենք, ձեռք դնենք, աղոթենք բուժվեն, եւ Տիրոջ հրաշքը կբուժի։ Եվ Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Քարոզենք, որ Տերը ընդունում է, Տերը ողորմած է, հիմա Տիրոջ ողորմության շնորհքի ժամանակաշրջանն է։ Եկեք, ապաշխարեք, հավատացեք եւ դուրս կգաք այդ չարիքից։ Եվ գիրքը խփեց, Պաշտոնյային տվավ, նստեց, եւ ժողովարանի մեջ ամենքի աշկերը նրան էին մտիկ տալիս։ Եվ նա սկսեց ասել նրանց, թե այսօր այս գիրքը կատարվեցավ ձեր ականջներում։ Հիսուսը ասում է, այսօր այս Եսայա մարգարեի գրվածքը կատարվեց։ Եվ այսօր էլ մեր կյանքում կատարվեց։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ գնանք, սիրելիներ ջան։ Բայց մարդկա այնքան է թմրե ու սառե, այնքան է հանգե ու ինքն անգեզ դառնա հոգիների օրը, կոտրված սիրտ, հիվանդ, հանգած։ Ասում են գնա մեկին արթնացրու, բայց ինքն է քնած, ինքը ոնց կարթնացնի։ Հենց Աստված ուզում է, որ դու արթնանաս, ոտի կանգնես եւ սկսես ծառայել Տիրոջը։ Եկեք ոտքի կանգնենք։ Փառաբանության խումբը համեցեք առաջ։ Փառք Աստծո։ Թող Տերը մեզ զորացնի, սիրելիներ ջան։ Ուրեմն ավետարանչության մեջ մեծ օրհնություն կա։ Մի մտածեք, դա Տիրոջն է հետաքրքրում միայն։ Քո բոլոր փաթեթը օրհնությունների թաքնված է դրանում։ Երբ որ եսակենտրոնությունդ մի կողմ դնես, ամոթդ առհամարես ու որոշես քայլ անել սրա նրա տուն, Աստծո խոսքը տար։ Խոսի, պատմի, ասա, կառհամարեն քեզ, ոչինչ, գնա մեկ ուրիշի տուն։ Ընդեղ էլ կառհամարեն, գնա մեկ ուրիշի տուն։ Ու դու կտեսնես, ինչ որ տուն կբացվի, բայց դա դու անում ես Աստծո համար։ Մենք հիմա անում ենք մեր Տիրոջ համար։ Որպեսզի այս մարդկանց գտնենք, օգնենք, հետո այս մարդիկ կարթնանան, կբուժվեն մեր պես, կվերականգնվեն, հետո ամբողջ հավիտենականությունը փառք կտան Աստծուն։ Բա որ այտենց չլներ մեր կյանքում։ Ես հիմա հաստատ գիտեմ, որ ոչ Կարինեն էր լինելու կենթանի, ոչ ես։ Որովհետև սատանան այն գլխից մեզ ուզում էր վերացներ։ Երևի որ այս օրերին չհասնեինք, բայց փառք Աստծո, մենք հաղթեցինք սիրելով մեր Աստծուն։ Եթե սիրես Աստծուն, դու կծառայես Աստծուն։
Եթե սրտանց սիրես ասում։ Բայց եթե չսիրես, ինչքան էլ հովը ստեղից խոսի, ինչ օրինակներ ասես բերի, մեկա չես ծառայելու։ Բայց ով է ուզում ծառայի։ Դե ձեռքերդ պարզեք, խնդրենք Տիրոջը, ասենք Տեր, արթնացրու մեզ, օծի մեզ, վերականգնի մեզ, կյանք դիր մեր մեջ, լույս դիր մեր մեջ, որ այդ լույսը տարածենք մեր շուրջ բոլորը։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից այսօրվա համար, այս խոսքի համար, մենք սիրում ենք քեզ Հիսուս, մենք խնդրում ենք Տեր, որպեսզի ազատագրես քո ժողովուրդը, ազատագրես ամեն թմրություններից, ամեն քնածությունից, ամեն անտարբերությունից, ամեն անհավատությունից, ողորմիր Տեր, խնդրում եմ քո արյունը սրսկես այստեղ ամեն մեկի վրա հիմա, ողորմես, սրբես ու մաքրես, ազատագրես ամեն մեկին Տեր եւ լուսավորես, որ մենք դառնանք լույս այս մարզի մեջ, մեր մարզը արմավիրով, մեծամորով, մեր բոլոր գյուղերով լուսավորենք Տեր, ավետարանենք եւ մինչեւ երկրի աշխարհի ծայրերը գնանք քո անունի ու քո փառքի համար, օծիր մեզ Տեր, Հիսուսի զորավոր անունով, ձեռքդ պայրու խնդրի Տիրոջը, հավատքով վերցրու, Սուրբ Հոգի, թող հենց հիմա քո զորությունը տարածվի այստեղ, Alle prada shakela rafova la rapreda, Իջիդի պլայվը լա ֆեդը քրոպրանդա, թող հենց հիմա քո քամին Տեր փչի այս վայրը, Սուրբ Հոգու քամին, թող տարածվի ամեն մեկի վրա։ Ամեն բան, ինչ որ Աստծո չի, հենց հիմա ես հրամայում եմ քեզ բաց թող Աստծո ժողովուրդը։ Բաց թող Աստծո ժողովուրդը, սատանա ես քեզ հրամայում եմ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, բաց թող Աստծո ժողովուրդը։ Ամեն կապանք, ամեն խավար բան, ինչ որ թույլ չի տալի նրանց ավետարանելու, ես հենց հիմա քեզ ասում եմ արցակվի եւ հեռացի անդունդը եւ անապատի անջուր տեղերը եւ այլևս հետ չվերադառնաս։ Հիսուս Քրիստոսի անունով ես ասում եմ ամեն ցավ հիվանդություն, ամեն անհաջողություն, ամեն աղքատության եւ թշվառության ոգի, ես քեզ ասում եմ բաց թող Աստծո ժողովուրդը, դուրս արի նրանց կյանքից, նրանց ընտանիքից, նրանց ընտանիքի անդամներից, դուրս արի սատանա, հեռացի եւ այլևս հետ չվերադառնաս, որովհետեւ մեր միջինն ավելի զորավոր է, քան ստե դու որ աշխարհում ես, որովհետեւ ամեն գործիք հակառակ մեզ չի հաջողվի, ամեն լեզու հակառակ մեզ կդատապարտվի, որովհետեւ մենք հնազանդվում ենք Աստծո խոսքին եւ հակառակվում ենք քեզ սատանա, եւ դու փախչում ես մեզանից, հեռացի Հիսուսի անունով, մենք մերժում ենք քեզ, որովհետեւ Աստծո արքայության միջի ամենափոքրը ավելի զորավոր է, քան ստե այս աշխարհի ամենազորավորը։ Հալելույա Տեր։ Շնորհակալ ենք, դու ազատագրում ես քո ժողովուրդը, դու օրհնում ես քո ժողովուրդը, դու կյանքով լցնում ես քո ժողովուրդը, շնորհակալ ենք Տեր, օլե պրադա շեկեդրո, աղոթքի մեջ լինենք, օքրե պրադա շակել ռաֆոբա լարատե պրանդա շեկեդրո, օծի Տեր, եւ աղոթքի մեջ եղի եւ երգի, դու արժան ես արկերի, արժան ես արկերի, դու արժան ես արկերի, արժան ես արկերի, Արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի, կարոտ է զորության հեղեղի, բացի երկնքի դարպասները օգներ, կարոտ է Թարմաշուրջանցրեպի, օծիր ինձ Տեր հիմա, օծիր ինձ Տեր հիմա, արժան ես
Արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի, սիրում եմ խոսքերը սերնդյան բաններով, իմ ամուր շրջտվող ու սիրով կյանքին մեջ, սիրում եմ Հարվում եմ քեզ հիմա, արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի, արժան ես փառքերի, արժան ես փառքերի, արժան ես փառքերի, դու արժան ես փառքերի, արժան ես փառքերի, դու արժան ես Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան։ Հալելույա, փառավոր Աստված։